Դե ինչ ապրիլի 14-ից մայիսի 1-ը Երևանում, Գյումրիում եւ Աբովյանում անց է կացվում մոնո ներկայացումների Արմոնո միջազգային թատերական ամենամյա 24-րդ փառատոնը։ Փառատոնի մեկնարկի ընթացքի մասնակիցների փոփոխությունների, մարզերում ակտիվության եւ սպասելիքների մասին խոսենք մեր հյուրի հետ, իսկ մեր հյուրն է Արմոնո միջազգային թատերական ամենամյա փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։ Բարի լույս։ Բարի լույս, շքեղ։ Դուք չեք կորցնում այդ շքեղությունն, այդ փայլը երբեք ու ձեր ուսերին, շատ նուրբ ուսերին ամեն տարի ստանձնելով շատ բարդ պարտականություն եւ ամեն տարի Արմոնոն ամեն բան արել է, որպեսզի հանդիսատեսին ապշեցնի, զարմացնի, գրավի, բացահայտի նորովի, նոր գույներ տա եւ այս տարի այդ գույները ել ավելի կպարզեցնեն Ռումինիայից, Սերբիայից, Պարսկաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Իսպանիայից, Իտալիայից եւ բնականաբար Հայաստանից։ Այո, տեղականը եւ նաեւ մարզերը, ինչը շատ լավ է։ Ինչպես է ստացվում ամեն տարի այսպես ուժեղ ներկայացումներով, ուժեղ դերասաններով եւ ֆանտաստիկ էներգիայով ամեն անգամ զարմացնել։ Գիտեք ինչ, ինձ թվում է, որ քանի որ արդեն մեր փառատոնը շատ ճանաչված է նաեւ դրսում եւ շատերը ուզում են գալ, մասնակցել առանց հոնորարի, ինքնուրույն առնելով ավիատոմսերը։ Գիտեք ինչ, դա խոսում է, թե ինչպիսին է մեր երկիրը շատ հետաքրքիր, թե փառատոնի վարկանիշի մասին, որովհետև մեր դարում Իտալիայից եւ Ռումինիայից, եվրոպական երկրներից մարդիկ, որոնք ոչ միայն արվեստով են ապրում, գալ իրենց հաշվին, առանց հոնորար, խաղալ ներկայացում, դա խոսում է այն մասին, որ մեր փառատոնը իրոք լավն է։ Կարելի է թատերական աշխարհում եկեք ընդունենք, որ դարձել է բրենդ, որը ցանկալի բոլորին։ Այո, այդպես որ դա խոսում է այն մասին, մենք ստանում ենք լիքը շատ հայտեր եւ որոնցից ընտրում ենք այն ներկայացումները, որոնք ավելի շատ մոտ եւ հետաքրքիր կլինեն մեր հայ հանդիսատեսին եւ նաեւ ընտրում ենք այդպես, որ այդ փունջը ունենա տարբեր երանգներ, որպիսի արտացոլի այն տենդենսները, որոնք կան արդիական մեր արդի թատերական աշխարհում, ամբողջ աշխարհում։ Եվ իրոք դա երևի նպաստում է դրան, որ մեր փառատոնը շատ հետաքրքիր է։ Սա արդեն 24-րդ փառատոնն է։ Ինչ փոփոխություններ կամ նորամուծություններ են տեղի ունեցել այս տարի եւ որոնք են հետաքրքիր, այսպես ասած, ֆիշկաները, հա, որ տարբերվելու է։ Գիտեք ինչ, ֆիշկաները միշտ կան, տարբեր են ֆիշկաները, փոփոխությունները միշտ կան։ Ես շատ ուրախ եմ, որ վերջապես այս տարի մենք ունենք մանկական ներկայացումներ երեխաների համար։ Դա հայկական ներկայացումներ են, երկու մանկական տեխնիկայի ներկայացումներ եւ դա կոնկրետ մեկը ստեղծված է կոնկրետ փառատոնի համար, դա մեր շատ սիրված Աղասի Մելքոնյանը, նա այո, թղթեմարդը դա կլինի, ճիշտ է, մի փոքր ուշ քան նշված է մեր խաղացանկի մեջ եւ մեր Ալլա Սահակյանը, որը այո, Իսահակյանի տուն թանգարանի հետ ստեղծեց մի ներկայացում, որտեղ խաղում է, նույնիսկ արտավազդ է ստացել այդ ներկայացման համար։ Մի խոսքով դա շատ հետաքրքիր է եւ շատ լուրջ է։ Եվ բնականաբար մեր փառատոնի պրոյեկտները, դա Սասունցի Դավիթն է, դա անցած տարվա մեր պրոյեկտն է եւ նա տենց տրիումֆ խորագրի տակ այդ ներկայացումն է եւ Էլջերնոնը մեր Արմանի ներկայացումը նույնպես շատ ինձ համար նրանք լուրջ ֆիշկաներ են։ Նոր ներկայացումները, որոնք ստեղծվում են, նույնպես բոլորը ինձ թվում է 24 հատ ֆիշկա, այդպես տենց է ստացվում եւ դա շատ ոգևորիչ է։ Երևան, Գյումրի, Աբովյան, ինձ շատ հետաքրքիր է, թե ինչպես է աշխարհագրությունը ընտրվել եւ բացի այդ կարևոր է
կարծում եմ մենք միշտ Կարենի հետ խոսում ենք, մարզային ակտիվությունը շատ կարևոր է։ Գիտեք ինչ, բացի դրանից նաև մարզից են գալու Երևան եւ դա նույնպես շատ կարևոր է, դա մեր Արմեն Արշալույսյանը Գյումրիից կգա եւ կցուցադրի ներկայացում արդեն երկրորդ անգամ փառատոնի շրջանակում նա երիտասարդ շնորհալի բեմադրիչ է եւ հետաքրքիր դերասանուհի, նաև արդեն Ալավերդուց մեր հոգով երիտասարդ Սամվել Էլբակյանը կցուցադրի Կոմիտասը եւ նույնպես գիտեք ինչ ես ուզում եմ նշել, որ փառատոնի համար դա շատ կարեւոր է եւ մենք մեր կարմիր գծով է անցնում մեր ազգային ներկայացումների եւ այդ հերոսի որոնումը ով է մեր ժամանակակից հերոսը եւ փառատոնը միշտ դնում է այդ հարցը եւ փորձում է այդ հարցին պատասխանել դա այն ինձ թվում է առայժմ ստացվում է Արմոնն ամեն տարի իդեալական ապացուցում է որ մեկ մարդը բեմում կարող է ստեղծել աշխարհը։ Ես չեմ խոսում այն մեծ թիմի մասին, որ աշխատում է կոլեկտիվում, բնավ դրա մասին չի խոսքը, բայց ընդհանրապես մեկ մարդը կարող է բեմի վրա ստեղծել մի մեծ աշխարհ։ Եվ շատ հետաքրքիր այս տարի հա բոլոր ներկայացումներին չեմ միախում։ Ես գիտեմ, որ Չապլին, Նիժինսկի, նույնիսկ Ադոլֆ Հիտլեր անդրադարձ դրական եւ բացասական կողմերով, հա, հասկաներին մեծերի պատմության, այլ ինչն է համախմբելու բոլոր ներկայացումները։ Գիտեք ինչ, նաև ես ուզում եմ նշել, որ այո, դուք շատ ճիշտ նշեցիք, որ այն բեմի հետևը, որ կա, այդ թիմը, որը ստեղծում է այդ փառատոնը, այդ ամեն ինչը, նաև ինչու՞ չէ ֆինանսավորումը եւ իրոք մեր Երևանի քաղաքապետարանը եւ մշակույթի ԿԳՄՍ նախարարությունը իրենց աջակցությամբ եւ հովանավորությամբ ստեղծվեց այդ փառատոնը, եթե իրանք չլինեին, մենք չէինք կարողանա այդպես վայելել մեր հանդիսատեսը չէր կարողանա վայելել այդ ներկայացումները եւ գիտեք ինչ ինձ թվում է դա է երաշխիքը որ մարդը դա է ներկայացումը բեմի վրա կարող է լինել 80 հոգի եւ դա ներկայացում չի մի հոգի եւ դա ներկայացում է այսինքն արվեստը կապված չի քանակից այլ որակից եւ այն որակը այն էներգետիկան մենք ձեզ հետ միջև հետ խոսեցինք էներգետիկայի մասին այդ էներգետիկան որը դուրս է գալիս դերասանից դուրս է գալիս եւ անցնում է դահլիճ եւ դահլիճից հետադարձ կապ կա եւ դա այդ արդեն ներկայացում է դա արդեն արվեստ է եւ դա արդեն հոգու միտքը մի քիչ ես դեռ քնած եմ ներողություն, բայց այո, հոգու այն երանգները, որոնք կարողանում է դերասանը այն լարերը խաղացնել եւ արթնացնել ինչ որ նոր մտքեր, նոր զգացողություններ, դա է արվեստը։ Եվ մոնոյի ժամանակ դա ինձ թվում է շատ հաճախ լինում է, շատ ավելի առավել, քան մեծ ներկայացումների ժամանակ։ Մինչև մայիսի 1-ը դեռ կա ժամանակ, այսինքն 2 շաբաթ մոտավորապես, որն է այս տարվա գաղափարը եւ գլխավոր մեսիջը։ Մարդը, կյանքը եւ սերը։ Դիմողները գիտեմ շատ են եղել, շատ ու ընտրելը կրկին բարդ է եղել, բայց դա ձեզ ինչպես միշտ պրոֆեսիոնալ կերպով հաջողվել է ստացվել է։ Ես միգուցե սխալ լինեմ, որ ասեմ կարող ենք առանձնացնել որևէ մեկին, որովհետև ինչպես որ դուք նշեցիք, նույնիսկ հարցազրույցից առաջ, թե որքան ֆանտաստիկ էր Սերբը, որքան հետաքրքիր էր Ռումինիան, Իտալիան, Իսպանիան, ամեն մեկը իր գույնն է իր հետ բերել Հայաստան աշխարհ ու առանձնացնել ինչ-որ մեկին, կարծում սխալ կլինի։ Այո, սխալ է։ Ծաղկե փունջի մեջ ոնց կարող եք մի հատ ծաղիկ ընտրել, որովհետև իրենք գեղեցիկ են միասին։ Բայց կներես հավելեմ, կա ինչ որ
մի ելույթ կամ ելույթներ, որ հանդիսատեսը ել ավելի ուշադրություն պետք է դարձնի։ Ինձ թվում է, այո, ես շատ կուզենայի իրոք, որ այսօր կլինի Սասունցի Դավիթ ներկայացումը Արմեն Քուշկյանի փայլուն դերակատարմամբ, եւ ես կուզենայի, որ մեր հանդիսատեսը գա, նայի, վայելի այդ ներկայացումը, որովհետեւ գաղտնիքներ չբացեմ, բայց շուտով ձևաչափ այդ ներկայացման մի փոքր կփոփոխվի։ Այդպես որ եկեք վայելեք ներկայացումը, քանի կա։ Հետո հետաքրքիր է ինչով է գնալով ամեն տարի Արմոնոն մեր միջազգային գործընկերներին այսպես գրավում եւ իհարկե մեր տեղական մեր հայ դերասանների համար էլ Արմոնոն շատ մեծ կարևոր հարթակ, բայց գնալով հետաքրքրվածությունը կարծես ավելի մեծանում է։ Չէ, գիտեք ինչ, չէ, երիտասարդները ասեմ ձեզ շատ ակտիվ են եւ թե դեռ գիտեք ընդհանրապես ամբողջ աշխարհով մեկ մոնոներկայացման ժանրը ավելի արդիական է դառնում, ավելի արդիական, ավելի հետաքրքիր եւ դա է գաղտնիքը ինձ թվում է, իսկ մեր դերասանների համար դա մի փոքր տրամպլին է, որպեսզի բացի դրանից որ ցուցադրեն իրանք հնարավորություն են ունենում դուրս գալ տարբեր միջազգային փառատոներ եւ հարթակներ։ Արմոնոն ստեղծում է այդ դաշտը, որ ստեղծում է, հետո լավ ծնողի պես ասում է գնացեք, վայելեք կյանքը, վայելեք աշխարհը, մասնակցեք փառատոներին։ Լավ, ես ունում հասկանում նաև մանրամասներ հստակ ինֆորմացիա, վստահ եմ մեր հեռուստատողներից շատ-շատերը արդեն գրավեցին նույնիսկ այս փոքրիկ զրույցից հետո, կուզենան մասնակիցը լինեն, հասցրեն գոնե մի ներկայացմանը, ներկայացնելու։ Արմոնոյի էջը գիտենք գոյություն ունի։ Այո, Արմոնոյի էջը, կայքը, հետո Տոմսարկղ.am-ը եւ այսպես կարող են զանգել, որովհետեւ շատ զանգեր ենք ստանում, բացատրում ենք, որ ներկայացումը որտեղ է եւ այլն, ամեն ինչ իր հունով է գնում։ Իսկ դուք պարտաճանաչ յուրաքանչյուր ներկայացմանը ներկայ եք լինում։ Այո։ Չէ, գիտեք ինչ, քանի որ այսօր օրինակ տենց ստացվեց, որ զուգահեռ կլինի երկու ներկայացում, ես չեմ կարող կիսվել, բայց մեր թիմը, ես էլի եմ ասում, մեր թիմը շատ միահամուռ է, շատ ուժեղ է, այդպես որ հեչ պարտադիր չէ, որ ես լինեմ բոլոր տեղերում։ Շատ լավ։ Իմ կարծիքով նաև Արմոնոն շատ մեծ կարևոր առաքելություն նաև իր առաջ, սա լայն ու մեծ հնարավորություն է եւ մեր տեղական, այսպես ասած, հայ դերասանների համար, արտերկրից ժամանած դերասանները դա մի համայնք է կարծես ձևավորվում, որը որ հնարավորություն է տալիս եւ միմյանց հետ փորձով փոխանակվելու, միմյանց հետ ծանոթանալու, միմյանց հետ տարբեր գաղափարների շուրջ խոսելու եւ ինչու՞ չէ միասին ներկայացումներ ստեղծելու։ Կան արդեն ինչ-որ տենց։ Այո, կան, քննարկումներ կան եւ ես կարծում եմ մեր հաջորդ հանդիպումը կլինի, մենք մեր վրաց ընկերների հետ, մենք արդեն սկսեցինք խոսել եւ այդ կոլաբորացիան ես կարծում եմ ամռանը կկայանա, բայց ինչի մասին է, ոնց ինչ, ես սիրում եմ հետո խոսել, որ դա կայացավ անցյալով, դա եղել է, կայացավ, գնացել ենք, մասնակցել ենք, բեմադրել ենք անցյալով, փաստ, թե չէ, գիտեք ինչ մեր աշխարհում կյանքը այդ տեսակ է, որ ինչ իմանաս։ Նաև շատ դրական ու սպասված լուր ունեցաք, երբ որ Պարսկաստանից ձեր գործընկերը։ Այո, որովհետև դա գիտեք ինչ իրոք դա շատ հուզիչ էր, որովհետև մենք սպասում էինք իրանց, Դորսան շատ գեղեցիկ նուրբ աղջիկ է, երբ անցած տարի եկել է փառատոնի եւ բայց ոչ որպես դերասանուհի եւ այս անգամ մենք չգիտեինք իրան գալու են թե չէ եւ պատկերացրեք լիքը զանգեր, լիքը զանգեր հերթական ինչ-որ մեր հայկական համար, ասում ալո, հայ Մարիանա, I'm a Dorsa։ Ու գիտեք, արդեն դա շատ հուզիչ պահ էր, որովհետեւ մենք չգիտեինք որևէ ինֆորմացիա իրանցից չունեինք եւ նույնիսկ մտածում էինք որ չէին գա երբ։ Մտածում էինք որ կարող է չգան, մտածում ենք ընդհանրապես ոնց են։ Եվ արդեն, գիտեք ոնց որ հարազատ մարդ զանգի, ասի, հա, ես լավ եմ։
Եվ դա լավ է, որ մենք կարողանում ենք իրանց նվիրել գոնե մի քանի օր խաղաղ, արևոտ եւ հանգիստ։ Եվ ինձ թվում է դա փառատոնի առաքելություններից մեկն է, եթե ոչ ամենակարևորը։ Նաև եթե չեմ սխալվում, հենց ինքը փառատոնը շատ մեծ ուշադրության կենտրոնում է երկիր մոլորակի եւ հենց փառատոնը ունի արդեն հրավերներ։ Այո, ունի հրավերներ, բայց գիտեք ինչ, մենք ապրում ենք այդ տեսակ ժամանակահատվածում, որ էլի որ վերադառնանք, ես կասեմ մենք եկել ենք, գնացել ենք, որովհետեւ ինչ իմանաս։ Շնորհակալ ենք ձեզ շատ ձեր էներգիայի, ձեր թանկ ժամանակը մեզ տրամադրելու համար, ձեզ հետ զրուցելը միշտ հաճելի է, նույնիսկ երևույթ հաճույք է։ Տեսախցիկից էլ այն կողմ շատ մեծ հանգստություն եք տալիս յուրաքանչյուր։ Ու վստահ եմ, որ սա տեսախցիկներից այն կողմ կարողացանք փոխանցել մեր հեռուստաեթերում։ Շատ շնորհակալ եմ, զգացված եմ։ Եվ եւս մեկ անգամ հիշեցնենք, որ ապրիլի 14-ից արդեն մեկնարկել է մինչև մայիսի 1-ը Երևանում, Գյումրիում եւ Աբովյանում անցեկացվում մոնոներկայացումների Արմոնո միջազգային թատերական ամենամյա 24-րդ փառատոնը։ Դուք ունեք հնարավորություն բոլոր մանրամասներին ինֆորմացիային տիրապետելու համար Արմոնոյի հենց էջը կարող եք այցելել, այնտեղ ամեն բան շատ սիրուն գրված է եւ գտեք ժամանակ ներկա գտնվեք այդ ներկայացումներից մեկին։ Իսկ մեր հյուրները Արմոնո միջազգային թատերական ամենամյա փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։ Շնորհակալ ենք շատ։ Ձեզ լավ օր։ Մերսի։ Իսկ մենք ընդմիջենք շատ արագ, որովհետեւ մեր մյուս հյուրերը արդեն այստեղ են, խոսելու ենք երաժշտությունից եւ ոչ միայն։ Մնացեք մեզ հետ։